Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 3-ի համար։ Օրը շաբաթ է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում։ Գնայինք խոյերին։ Ընկեր կամ ընկերոջ հետ եք լինելու կամ ինչ-որ մեկին է ցույց տալիս, ով ձեր հանդեպ հավատարիմ է։ Տեսնենք ինչ է սպասվում խոյերին մայիսի 3-ին։ Ինչ-որ մի բանի կորուստ է, տեսնենք ինչ։ Մանր-մունր խնդիրներ են սովորաբար լինում նաև։ Ինչ էլ որ լինի, ամենայն դեպս դա ձեզ կուրախացնի։ Սա այն կորուստը չի, որ հենց իրոք մարդը ինչ-որ մի բան է կորցնում։ Սա այնպիսի մի բան է, որը որ ձեր կյանքից գնալով դուք ավելի եք ուրախանում։ Կարող է ինչ-որ մի խնդիր է, որը որ ձեր կյանքից գնում է այդ օրը։ Եվ այստեղ նոր կյանքի սկիզբ է, կարող են հին կյանքն է գնում, հին դե չեղացած անիմաստ բանը, հա, այսպես։ Նաև այստեղ ոմանք կարող են օգուտ ունենալ ինչ-որ, ոմանք եկամուտ կարող են ունենալ, շահույթ կարող են ունենալ։ Սա կորուստի հակառակ տարբերակն է իհարկե։ Ամեն հարցում ամենայն դեպս վճռական եղեք եւ ամեն ինչ կլուծվի։ Եվ հեռու մնացեք ուղակի խաղից այդ օրը։ Խաղից, այն ինչ որ պարունակում է իր մեջ գումար կորցնել։ Եթե ոչ, այստեղ նաև կարող է ինչ-որ մի եկամուտ է։ Կամ այն ինչ որ կգնա ձեր կյանքից, դուք կուրախանաք, որովհետև ի վերջո կազատվեք դրանից։ Նոր կյանք կսկսեք, նորովի կսկսեք ապրել։ Ոմանք նոր բիզնես կսկսեն, ոմանք երեխաների հետ կապված կարող է ինչ-որ միջոցառում անեք կամ երեխաների հետ ինչ-որ տեղ եք գնալու։ Նաև այդ օրը բավականին շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ, ուշադիր եղեք լեզվակռիվ չլինի։ Նաև կարող է բամբասանք է կամ ձեր շուրջ կամ ձեր հասցեն, ձեր հետևից են այստեղ քննարկում, ձեզ են քննարկում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 3-ին։ Նոր ինչ-որ մի բան, նոր կյանք, նոր գործ, երեխաների հետ կապված որևիցե իրադարձություններ, երեխաների հետ տեղ եք գնում, առիթ է, ծնունդ, կնունկ, ծնունդաբերություն, հղիություն։ Նաև սա նոր ինչ-որ բիզնես, նոր գործ սկսելն է, որը որ այստեղ ձեր ցանկությունները կիրականանան, այնպիսի մի բան կարող է լինել, որտեղ որ դուք որ ինչ-որ մի բան եք շատ ուզում եւ դա կարող է լինել այդ օրը ձեր ցանկությամբ։ Նաև ոմանք կարող են գնալ բժշկի, ոմանք կարող են գնալ որևիցե գեղեցկության սրահ, անցկացնեք օր ընտանիքում ծնողների հետ, այստեղ իրոք ինչ-որ մարդկանց մոտ կարող է լինել հղիություն, ինչ-որ մարդկանց մոտ ծննդաբերություն կամ լսեք, որ ընտանիքի անդամ է ավելանալու, դա կարող է լինել նաև ինչ-որ մեկը սիրահարվել է ձեր ընտանիքից կամ այդպես եւ իր կողքը կա մեկը, որ կմտնի ձեր ընտանիք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 3-ին։ Ծանր օր է։ Մեկը մյուսի հենց դա է ասում, այստեղ անցյալից ինչ-որ մի բան է, որը խոչընդոտներ են հանդիսանում ձեր կյանքում։ Սա անցյալից է եկել, անցյալի խնդիր է, անցյալի բեռ է, որը իր հետ խոչընդոտներ է բերում կամ այդ խոչընդոտները ժամանակին չեք լուծել, հիմա եկել է։ Հիմա ընտրության առջև եք կանգնած լինելու արդեն։ Ամեն մարդու մոտ սա տարբեր կարող է լինել, մեկի մոտ ընտանիքը, մեկի մոտ գործերը, մեկի մոտ աշխատանքը,
ինչ որ մի բան է, որ այստեղ կամ պետք է լուծեք այդ օրի վերջո վերջ տակ այդ գործերին, կամ այստեղ ինչ որ մի բան բաց թողելու մասին է նաև խոսքը, կարող է պետք է գնա, ամենայն դեպս փորձություն է սա, եւ ձեր իսկ որ մարդը մեկ անգամ անում է, սխալվում է, երկրորդ անգամ պետք է այստեղ հիմա գալիս է, որ հասկանաք դուք, որ երկրորդ անգամ չպետք է նույն բանն անեք, դրա համար այստեղ այդպես երկընտրանքի առջև եք կանգնած լինելու, էլի այդ խնդիրն է, էլի ինչ անել, նման որևիցե մի բան է այստեղ, անցյալից է գալիս, անցյալից, այստեղ նաև ոմանց մոտ կարող անձնական կյանքն է, սա անցյալից ինչ-որ մեկն է գալիս, ում հետ որ շփվել եք կամ նախկին ամուսին, նախկին կին եւ էլի տենց իր այդ բացասական էներգիայով գալիս մտնում է ձեր կյանք, էլի ձեզ մոտ խոչընդոտներ է ստեղծում։ Պետք է բաց թողնեք, սովորաբար, երբ որ մարդը իր անցյալը բաց չի թողնում, անցյալից անընդհատ բաներ են գալիս, որ դու տես, դու սխալ ես, որ նայ ես պետք է սենց անես, եւ այլն շատ բաներ կան, որ մարդը պետք է երկրորդ անգամ չկրկնի, հենց գալիս է փորձության տեսքով, որ դու պետք է ուրիշ կերպ անես սա, այնպես որ լավ մտածեք, ինչ պետք է անեք, ինչպես պետք է անեք, որ այլևս նմանատիպ խնդիր չկա ձեր կյանք, կամ այդ մարդը չգա ձեր կյանք, երբ որ բաց չես թողում իրան անդադ հիշում ես, ինքը այսպես թե այնպես գալիս է, իր մասին է հիշեցնում կամ ինչ-որ բան է հիշեցնում, դժվար օր է, մեկ օր է պետք է ուղղակի հաղթահարել սա, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք խեցգետիններին, ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 3-ին, հանդիպում շփում որևիցե աղջկա հետ, կարող նամակագրական կապի մեջ եք լինում, տեսնենք ով է կարող, տղաների համար սա նոր ծանոթություն է, ինչ որ ուղղություն է ձեզ ցույց տալու այս աղջիկը, կարող է մասնագետ է իր գործունեության մեջ, եւ ոչ է ուղղություն է դա ձեզ ցույց տալու կամ իրար հետ ինչ որ մի երկու քարտ է անգամ դուրս եկել, իրար հետ դες խաղը փակենք, ամենայն դեպս խաղալ պետք չի այդ աղջկա հետ, հատկապես եթե տղաներ են, ուղին ընտրեք ճիշտ ձեզ համար եւ գնացեք, հնարավոր է պետք է ասում է, որ գնացեք եւ շփվեք այդ աղջկա հետ, եթե տղաներ եք, նաեւ կարող է կին է, ինքը եւ ձեզ ճիշտ խորհուրդներ է այդ օրը տալիս, ընդունեք յուրաքանչյուր խորհուրդ, բայց մի խաղացեք ձեր կյանքի հետ, մի արեք մեկ սա, մի արեք մեկ նա, հատկապես այս աղջկա կամ կնոջ հետ կապված, չգիտես ինչու երկու քարտեր դուրս եկել, եւ այդ օրը նամակագրական կապի մեջ կլինեք ոմանց հետ, նորություն կլսեք, կարող է փաստաթուղթ եք ստանում, աշխատում եք փաստաթղթերի հետ, ցուցակ եք կազմում գնումների համար, եւ որովհետեւ կամուրջ կստեղծվի ձեզ համար ավելի հեշտացնելու, ինչ որ մեկին հանդիպելը, ինչ որ մեկին տեսնելու, խոսելու, անելու համար, հեշտանում է ձեր գործը այդ օրը, ինչ որ մի ոնց որ անտեսանելի ուժ, ձեզ կարող է այդ օր այնպես անել, որ դուք ամեն ինչ հեշտությամբ անեք, ինչ որ անում եք, հիմա կարող ուզում եք այս աղջկան նամակ գրեք, շատ հեշտությամբ կապ եք հաստատում այդ մարդու հետ եւ ինքը ձեզ պատասխանում է, դե դա ամենամոտ տարբերակն է, բայց ինչ ասես կարող է նաեւ լինել, մեկ րոպե եղեք ջան, ես մոմս ասացի կվառեմ ու տենց մոռացա, ահա, գնանք առույցներին, ինչ է սպասվում առույցներին մայիսի 3-ին, շփում հանդիպում որևիցե աղջկա հետ կամ իր մոտ խնդիրներ կան, կամ միգուցե նա ինչ որ խոչընդոտներ է ստեղծում ձեզ համար, ամենայն դեպս տեսնենք ով է այս աղջիկը,
ասեցի, կամ իր մոտ է այդ խոչընդոտները, կամ ինքն է ստեղծում դες համար։ Լաբիրինթ է ստեղծում, որ խնդիրներ է ստեղծում, կամ խնդիրների մեջ կարող է ներքաշել, ինչ որ առաջարկ եթե անի, ուշադիր եղեք։ Կամ իր մոտ է խնդիրներ, ինքը ձեզ հետ կիսվում է։ Օգնություն է ուզում, կամ ձեզ մոտ է խնդիրներ, դուք եք իրեն դիմում օգնության համար, որպեսզի ոնց ասում եմ, մեկ խելքը ուրիշ, երկու խելքը ավելի շատ դուրս գալու այդ ելքից։ Եվ տեսնենք ինչ խոչընդոտներ կան այդ օրը։ Խոչընդոտները կկարողանաք հանգիստ լուծել, դա խնդիր չի ձեզ համար։ Եվ տան հետ կապված որոցե հարցեր են, ոմանք տեղափոխության մեջ են, ոմանք կարող վերանորոգում եք սկսում, տանը կարող եք անցկացնել հյուրեր ընդունել, հյուր գնալ ինչ-որ մեկի տուն կամ առիթ է ինչ-որ մեկի տանը գնում եք, տեղափոխություն տան իրերը եւ այլն, ինչ-որ մի բան է, որ տանն է կամ տան անդամների հետ կապված։ Ինչ-որ մի բան է, կարող տան անդամներից է եւ խնդիր ունի, ընտանիքով նստում եք եւ որոշում այդ խնդիրից դուրս գալու մասին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 3-ին։ Որ ինչ-որ մարդու հետ կարող եք հանդիպել, ուժային կառույց է, այստեղ ուշադիր եղեք, որպեսզի շտրափներ չգրեն ձեզ, որովհետև դա նաև պետավտոտեսուչն է։ Նաև ինչ-որ մարդ կարող է ձեզ օգնել, ձեռք մեկնել կամ հովանավորություն անել ձեզ, եթե փնտրում եք, կարող եք այդ օրը գտնել։ Բայց ինչ-որ մի բանի կորուստ է, տեսնենք ինչի կորուստ է դա։ Նայեք, եթե խաղ եք խաղում, ապա այստեղ կորուստ է, յուրաքանչյուր խաղ, մարդ կա ինչ-որ թեթև իր կյանքի հետ է խաղում, շրջապատի հետ է խաղում, դա հենց մանիպուլյացիան է թեկուզ, այդպես, բայց սա համենայն դեպս խաղը դա գումարի կորուստ է, խաղը դա ժամանակի կորուստ է, բնականաբար խաղը մեզ ոչ մի լավ բան չի բերում, խաղի համար այստեղ կարող եք նաև կորցնել, նայեք, հետևում ընտանիքն է, ուշադիր եղեք, մի ասեք գնում եմ հետ եկեք, կամ նմանատիպ ինչ-որ մի բան, այստեղ խաղը ձեզանից կարող է լինել, սա ընդհանրապես էմոցիաների ազդեցության տակ ասված ինչ-որ բաներ են, դա ևս էլի խաղ է համարվում, Եվ ոմանք այդ օրը կարող են ամուսնության առաջարկ ստանալ, սիրո խոստովանություն, նաև ընտանիքն է սա ցույց տալիս այդ օրը ձեզ, որ պետք է ավելի լուրջ վերաբերվել ընտանիքին կամ ընտանիք կազմելուն, եթե ուզում եք տվյալ մարդու հետ ընտանիք կազմել, ապա մի խաղացեք հետը, ոչ մի խանդի տեսարաններ եւ այլն, նման բաներ մի ստեղծեք, դրանք ավելորդ բաներ են, Շատ ժամանակ ստուգում են մարդիկ իրենց երկրորդ կեսի զգացմունքները, բայց իրենք ընկնում են կրակը, եւ այդպես կորցնում են հավիտյան տվյալ մարդուն։ Զգացմունքները այնքան ուրիշ ձևով կարող եք ստուգել։ Լիքը ձևեր կան, բացի ինչ-որ մի բան հորինելուց։ Ոմանք այդ օրը կարող են գնալ հարսանիքի, ոմանք այդ օրը նշանադրության կարող եք լինել։ Կամ ընտանիքի հետ կապված որոշ իրադարձություն է շատ կարևոր ինչ-որ մի բան է ընտանիքի ներսում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 3-ին։ Այդ օրը ճանապարհներին կարող եք լինել, ճանապարհ գնալ, Նաև որոշ գործեր կարող եք մղել առաջ, բայց այստեղ գործերը մի քիչ այդքան էլ լավոր չէ, գործերը առաջ մղելու համար, որովհետև կանգ կարող է լինել։ Կամ ուզում եք սկսել, ձեր ներսում վախ կա, այդ վախն է դուրս գալիս հիմա։ Կամ ճանապարհը սա նաև ինչ-որ մարդիկ են գալիս, կարող է հեռվից են գալիս եւ ամբողջ այդ ճանապարհը, որ գալիս են, լարվում եք, կամ դուք եք ճանապարհին լարվում։
Ինչ էլ որ լինի, վերջը ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի, բայց գործերը այդ օրը առաջ մղելը մի քիչ էլ այդքան լավ պահ չի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 3-ին։ Երկերեսանի մարդիկ, երեսանի մարդիկ, ովքեր որ այդ օրը ձեզ կարող են ինչ-որ բաներ առաջարկել, ամենայն դեպս առաջարկը ընդունելուց կամ մերժելուց առաջ մի լավ մտածեք, մի քանի տեսակով մտածեք, իրենց դեմքերին համապատասխան, իրենց առաջարկին համապատասխան, օրվա ընթացքում ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, հանդիպում շփում որևիցե տղամարդու հետ, այս տղամարդու հետ կապված կամ սա գնում է, ինչ-որ մի տեղ է գնում, սա համարվում է կորուստ տղամարդու, կամ վստահության կորուստ է սա նաև տղամարդու հետ կապված, կամ ընդհանուր առմամբ մարդկանց վստահության պակաս է, սա հատկապես տղամարդկանց, արական սեռի ներկայացուցիչների հետ։ Մոտենում եք, ուզում է ինչ-որ մի բան խոսել եւ այդ պահին զգում եք, որ ոչ չքավատում։ Խոսում է, բայց անիմաստ է ձեզ համար։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 3-ին։ Ոմանք առողջությամբ կզբաղվեն, ոմանք իրենց գեղեցկությամբ կզբաղվեն, կարող չեք գնում գեղեցկության սրահ, բայց տանը ինչ-որ պրոցեդուրաներ եք անում դեմքի հետ, մարմնի հետ, մաշկի հետ կապված է, ինչ ասես կարող եք անել այդ օրը։ Ոմանք ընտանիքի անդամների հետ կանցկացնեն կամ կգնան ծնողների տուն, կամ այնտեղից ոչ տեղեկատվություն կլսեք։ Այդ օրը նաև կամ ծանոթություն է որևիցե հաղթանդամ մարդու հետ, կամ դա կարող է լինել նաև ուժային կառույցի ներկայացուցիչ, եթե մեքենա եք վարում, ուշադիր եղեք, ինչ-որ մեկն է, որ ձեզ կարող է օգնել, օգտակար լինել, բայց հետևում կա լաբիրինթը, դա ասում է, որ մի փոքր դժվար կլինի դուրս գալ լաբիրինթից։ Կարող է օգնում է ձեզ, փորձում է օգնել ձեզ դուրս գալ այդ լաբիրինթից, այդ խնդիրներից, բայց լաբիրինթը վերջին քարտն է, դա նշանակում է, որ դժվարությամբ կարող եք այդ օրը այդ խնդրից դուրս գալ, կամ կարող է նաև ավելորդ է պայքարը։ Այս քարտով հավանականությունը մեծ է, բայց նաև չէ, ռիսկ չեմ անում ասել։ Ամեն մարդու մոտ սա տարբեր կարող է ազդել, սա կարող է ինքը դատարկություն է համարվում, այսինքն կարող է ուղղակի դատարկ հույսեր են, դատարկ ինչ-որ գործողություններ են, որ անհնարին է այդ օրը այդ խնդրից դուրս գալ, այդ խնդրին լուծում տալ։ Ոնց որ անիմաստ տանջանք է, անիմաստ ինչ-որ գործողություններ են։ Ոմանց մոտ սա նոր մի բան է։ Եթե կարողանա այս մարդը ձեզ օգնել այդ խնդրից դուրս գալ, ապա սա արդեն նոր կյանք է, նոր ինչ-որ մի բան է ձեր մոտ։ Տարբեր, կախված է ինձ թվում է այդ մարդուց, կախված է այդ օրվա խնդրից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 3-ին։ Հանդիպում շփում որևիցե տղամարդու, տղամարդկանց հետ։ Յա։ Միայն ֆիգուրներ են, ուրիշ ոչը։ Տեսնենք, կարող է տարբեր մարդիկ են իրենք, տեսնենք, ով է այս տղան, առաջին տղան, ով է։
Սա վստահություն է կորցնում այս մարդու հանդեպ կամ ընդհանուր տղամարդկանց հանդեպ վստահությունը կորցրել եւ դրա համար դա անկել է այդ մարդու հետ կարող հանդիպել ինչ-որ մի բան խոսի, բայց չհավատակի իրեն։ Տեսնենք մյուս տղամարդն ով է։ Դա սա յուրաքանչյուր մարդ կարող է լինել մարդու երեխան էլ չէ, էլի հավատակ մարդը կորցնում է։ Սա ընտանիքի անդամ է։ Ձեր ամուսինն է, ձեր եղբայրն է, ում կարող եք հանդիպել կամ մորաքրոջ տղան, այդպես նաև դա էլ է, հա, համարվում է ընտանիքի անդամ։ Կամ կարող է գալիս է ձեր տուն, դուք եք գնում իր տուն, հնարավոր է տան առքու վաճառքով է զբաղվում, իրեն եք հանդիպում կամ տուն եք նայում։ Նաև կարող է ինչ-որ գործողություններ պետք է արվի տանը, գալիս է անում։ Նաև տեսնենք ով է այս աղջիկը։ Դան կարող է ընդհանուր ձեր երեխաներն են ինչ-որ մեկի համար, ով է աղջիկը։ Այս աղջիկը կարող է ձեզ համար նոր ինչ-որ կամուրջ ստեղծել կամ կամուրջ կարող է ստեղծվել այդ աղջիկա հետ շփվելու, այդ աղջիկա հետ խոսելու համար, կարող է շատ կարևոր մարդ է։ Նաև կարող է լինել ինքն է ձեզ համար ինչ-որ մի բան անում, որպեսզի որոշ հարցերին լուծում տակ այդ օրը։ Կարող է ինքը միջնորդում է, ինքն է այդ կամուրջը հանդիսանում, որ ինչ-որ մի բան անեք, ինչ-որ մեկին տեսնեք, ինչ-որ մեկի հետ խոսեք, հաշտվեք։ Ընկերուներ չէ կան, որ այնպես են դասավորում, որ ընկերուին գա, որ խոսեն դիմացին իրար հետ, հաշտվեն, եւ այլն նմանություն մի բան։ Հիմա աղջիկը կարող է կամուրջ է ձեզ համար։ Նաև հենց ինքնին կստեղծվի ինչ-որ հնարավորություն, որ այդ աղջիկա հետ հանդիպեք, խոսեք, շփվեք, սա տղամարդկանց համար է, նաև աղջիկների համար սա կարող է գործընկերուհի է, կարող է տնօրենն է, ում օրինակ ինչ պետք է լինի, որ կարողանաք հանդիպել տեսնել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 3-ին։ Մանրուքներ, կամ մանրուքների հետ եք աշխատելու այդ օրը, կամ մանր-մունր գործեր եք անելու, կամ մանրուքներն եք ուսումնասիրելու ինչ-որ մի փաստաթղթի, ինչ-որ մի տվյալների, որը որ ձեր ձեռքի տակ է։ Նաև սա եթե ընտանիքի ապա մի ընկեք մանրուքների հետևից, մի զբաղվեք, հա, մի խորացեք ամեն մի մանրուքների պատճառով, որտեղ այստեղ խոսակցություններ կարող են լինել եւ դա կարող է բերել նաեւ լեզվակռվի համար, մի զբաղվեք։ Հատկապես ընտանիքի հետ կապված։ Մնացած գործերում բնականաբար մանրուքները շատ կարևոր են, որ մարդը ուսումնասի կամ նաեւ մանր-մունր ինչ-որ բաներով կզբաղվեք։ Եվ շատ շփում տարբեր մարդկանց հետ կարող է դա լինել, կամ ինչ-որ մեկի հետ կարող է լինել, որ նստեք երկար այդպես շփվեք, նաև լեզվակռիվ չի բացառվում, նաև բամբասանք եւս չի բացառվում։ Եվ ժամանակն է ինչ-որ մի բան սկսելու համար, կարող է այստեղ շատ ժամանակ եք վատնում, օրինակ մանր-մունր այդ խնդիրները լուծելու համար կամ անելու համար։ Նաև ժամանակ հատկացրեք կամ ձեզ կամ ընտանիքին, ինչ որ բաց թողում ունեք, ժամանակն է դա լրացնելու համար։ Եվ կարող է պատվեր ունեք կամ ինչ-որ մի բան է, որ ժամանակի մեջ պետք է տեղավորվեք եւ անեք։ Սա նաև ժամն է, որ մարդը պայմանավորված է ինչ-որ մեկի հետ եւ գնում է հանդիպման։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 3-ին։ Ոմանք հարսանիքի կլինեն այդ օրը, նա այդ տղայի հարսանիքն է։ Ոմանք այստեղ ամուսնության առաջարկ կանեն, առաջարկ կստանան։ Հրավերք ոչ հարսանիքի կամ նաև կնքահոր, կնքամոր հետ կապված։ Տեսնենք ով է այս տղան, կամ սա ընտանիքն է ցույց տալիս, կարող ձեր տղան է վերադառնում այդ տուն։
Նաև այստեղ ան կարող է ձեզ ճիշտ ուղղություն ցույց տալ, կամ ինչ-որ ուղղության վրա դնել, ասել սա ճիշտ է, սա արա։ Նաև իրար հետ կարող եք որևիցե մի բան փնտրել, մի ելք փնտրել եւ այդպես գտնել իրար հետ, թե ինչ պետք է անեք, ինչպես պետք է վարվեք։ Նաև այդ օրը ժամը ձեզ համար կարևոր է, ոմանց ասվում է ժամանակն է ամուսնության առաջարկ անել, մտածել ամուսնության մասին, ոմանք նաև կարող է ընտանիքին այստեղ ուշադրություն չեն դարձնում, աշխատանքով են զբաղված, ասում է ժամանակն է ընտանիքին է ուշադրություն դարձնել։ Նաև ինչ-որ բաներ կարող է լինել, որ ժամի մեջ չեք տեղավորվում, պետք է անեք, հասցնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։